Հրաշալի հետաքրքիր մի անձնավորությունը հիմա իմ կողքը կանգնած, որի անունն է Թամար Չաղլասյան։ Երևի ձեզանից ոմանք տեսել են նրա քարոզները, եկեղեցում ծառայությունը ինչքան սենց հրաշալի կերպով քարոզում է Աստծո խոսքը եւ ունի հզոր օծություն, բայց գիտեք, երևի մոտավորապես 6 տարի ինքը ինձ օգնել է իմ քարոզներն ա մոնտաժարել եւ ինտերնետում ա տեղադրել ու իրականում շատ ժամանակ դա ձանձրալի գործ ա թվում, բայց Աստված դրանում հրաշալի նպատակ ունի։ Թամար ջան, իսպես քո կյանքի գաղտնիքներից, թե որն է քո հաջողության գաղտնիքը։ Դարիներ ծառայելիս վերջ հասկացա, որ կյանքի գաղտնիքը երկու բան է՝ հավատարմություն եւ խոնարհություն։ Եթե ունիս այս երկու զենքը, ամեն պատերազմներուդ մեջ հաղթական կլես։ Հավատարմություն եւ խոնարհություն, որովհետեւ ամեն իրավիճակի մեջ, ինչ վիճակի որ մեջ ես տուն, եղիր հավատարիմ, Աստված հավատարիմ մարդուն գործն է։ Եղիր խոնար, Աստված խոնարհին հետն է եւ կբարձրացնե։ Ամեն։ Անորոշ ճիշտ ժամանակին եթե գուզես տուն բարձրանալ, ոչ քու չանքերով, եղիր խոնար, որովհետեւ Աստված խոնարհին ճիշտ ժամանակին կբարձրացնե։ Որովհետեւ ադեներ իրավիճակներ գուկա, որ մենք կուզենք հասնել դեղը մեր չանքերով, մեր մտքով, մեր գարձիկներով եւ Աստծո ժամանակեն գելենք։ Բայց երբ որ տոնաս երկու զենք ունիս, հավատարմություն եւ խոնարհություն, Աստված քեզի հզոր ծևով կբարձրացնե, ճիշտ ժամանակին կբարձրացնե եւ այս աշխարհի մեջ փամը, ոչ անց, ոչ մարդ, ոչ դժոխքը քեզի չի գնալի չեցնել, որովհետեւ Աստված է որ քեզի օնաները։ Ասիմ խորհուրդն է, իմ ուղերձն է, որ սանք սրտանց կուզեմ մարդոց հասնե ասիգա։ Ամեն, ամեն։ Մի բան էլ ես կուզեմ ավելացնեմ Թամարի խոսքերի վրա, որ կարող է զարմանալի թվալ, մանավանդ երբ որ նայեք, տեսնեք ինչքան ճարտախոս է հիմա այս մեր քույրիկը, բայց նա եղել է թոթովախոս, նա կակազել է ու չի կարողացել իր մտքերը հավաքի ու արտահայտվի, բայց հիմա դուք տեսաք արդեն հենց այս տեսանյութում եւ դրա քարոզներում, թե ինչքան հրաշալի կերպով Աստված իրան օծել։ Մի բան էլ ասեմ, որ եթե դուք որոշում կայացնեք Թամարի ասած խոսքերը, խոնարհությունը եւ հավատարմությունը, Աստված էլ կօգնի, որ դուք այդպիսին լինեք։ Դա միայն ուժով եւ զորությամբ չի, այլ Աստծո հոգով։ Եթե դուք որոշում եք կայացնում, Տերն էլ օրհնում է ձեզ ու ձեր որոշումը, որպեսզի դուք արդյունք եւ օծություն ունենաք։ Այնպես որ Աստված օրհնի ձեզ, եղեք խոնար, եղեք հավատարիմ, այնպիսի իրավիճակներում, երբ որ դժվար է հավատարիմ լինել, բայց եղեք այդպիսին։ Աստված օրհնի